Մարդասպանի գործի համար օրական 1 ոսկի էին ստանում Օսմանյան կայսրության մսագործները։ Ինսամ քսբլարը մարդու մսագործների վաշտեր էին դրան կոչվում 20-րդ դարի սկզբին։ Հատկապես փորձում էին այդ մեռած մարդկանց փորոթիկը ճղելով, ձեռքերով մտնելով նրանց աղիքները, հանելով, մտածելով, որ միգուցե նրանք իրենց զարդերը կուլ են տվել։ Կամ մեկ այլ խաղ էին խաղում թուրքերը։ Թրերը խրում էին հողի մեջ, սուր կողմը դեպի երկինք, հայերին նետում էին այդ սրերի վրա։ Հաղթում էր նա, ում զոհի մարմինը հենց առաջին անգամից էր խոցում սուրը։ Այնպիսի վայրագություններ են, որոնք մարդկային ուղեղը չի կարող ընկալել։ Սարսափելի է փոքրիկ հայկազունի պատմությունը։ Զեքի Փաշան իմանալով այս երեխայի գոյության մասին հրաման է տալիս նրան բերում են իր մոտ եւ այդ վավերագիրը նկարագրում է, թե ինչպես են մաս ողջ երեխային ուրեմն մաս կտրատում եւ Զեքի Փաշան այդ տեսարանից նույնպես նստած հրճվանք է ստացել։ Ողջ մնացած հայերին ստիպում էին թրքանալ կամ վաճառել իրենց մարմինը։ Դաժան փաստեր են բերվում, թե ինչպես էին տրապիզոնում հայ կանանց եւ երիտասարդ աղջիկներին ստիպում մտնել հասարակած տներում եւ զբաղվել մարմնավաճառությամբ։ Ցեղասպանությունից փրկվածներին, երբ հետո զննել են բժիշկները, պարզվել է, որ անգամ մանկահասակ աղջիկները վեներական հիվանդություններ, սեռական բազմաթիվ վարակներ ունեն։